սխալները չի ներել։ Քայլերը հաշվարկել, խորությունը զգալ, հոսանքի ուժը կանխատեսել։ Ջրի տակ ամեն սխալ կարող է վերջինը ու ճակատագրական լինել։ Վահեն առանց ջրի կյանք չունի, ոչ միայն աշխատանքը, այլև կարոտը ամեն օր բերում է լճապ։ Երբ որ եթում ես ընդեղ, որ հետդ խոսացող չկա, մենակ ես, սկսում ես ասու հետ խոսալ, դու ուզես չուզես հանգիստ տեսել։ Մտքերով ընկնում ես, մտածում ես առօրյայի մասին, հետաքրքիր է էլի։ Ինչի մասին ասես, մտածում եմ ջրի տակ։ Վահեին կարծես ջրի տակ սպասում են Սևանի խորքերում թաքնված պատմությունները, գետի հատակում ջնջված հետքերը, գիշերային ժամերին լապտերի լույսի շուրջ հավաքվող ձկներն ու խեցգետինները։ Ամեն սուզում նրա համար աշխատանք չէ, այլ հերթական հանդիպումը մի աշխարհի հետ, որը վաղուց հարազատ է։ Գիշերվա քողի տակ լճի քողարկված աշխարհը այլ պատմություններ է պատմում։ Այս գետիններն ա, չգիտեմ, ձկան տեսակներ կա, իրանք ավելի ակտիվ են ելնում, իրանք միշտ գալիս են էսին տարածս ֆանարիկների մոտ, գալիս են էտին դիմակնոցների մոտ, շատ հետաքրքիր է էլի։ Ոնց որ ինձ դիմավորեն, իրանց յուր գնացած եմ, ավելի հետաքրքիր է։ Անգամ Բեղլու ձուկը, ցանցի մեջից, հին ցանցի մեջից անջատեցի, ազատեցի այդ խեղճ ձկանը։ Թողում էի, որ էթար երևի ինքը լավ չէր զգում իրան, չգիտեմ։ Թողում էի, որ էթար էլի հետ էր լողում, գալում էր իմ ձեռի մոտ։ Իրա հարազատ էր գտել։